միջազգային տարբեր կառույցների մոտ, այդ թվում այս ակցիայի ուղերձը որն է եւ ինչ ակնկալիքներ կան, ինչ անել, որ սառույցը հալվի եւ համարժեք արձագանք լինի։ Այս ակցիայի հետ կապված ուղերձները քիչ հետո կներկայացվեն, բայց գլխավոր խնդիրը հետեւյալն է. մեր երկրում կան մեծ թվով քաղաքական հետապնդումների ենթարկվող անձինք, նրանց մի մասը ճաղերի հետևում են, նրանց մյուս մասի նկատմամբ քրեական գործեր կան եւ թեև այս պահին չեն գտնվում բանտերում, սակայն տարբեր ապօրինի գործերը շարունակում են կախված մնալ։ Երկրորդ բլոկը, որը անմիջապես վերաբերում է այս ակցիային, վերաբերում է Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցների խնդրին, թեև հայտարարվում է 23 հայի մասին, Ադրբեջանը 23-ի մասին է հաստատում, բայց իրականում պատերազմից հետո տարբեր փաստերով ամրագրվել է շուրջ 8 տասնյակ հայի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվելը, որը Ադրբեջանը մինչև այս պահը հերքում է։ Ինքս կարևորում եմ նաև այս խորհրդանշական օրը տարբեր ուժերի, նաև հասարակական կազմակերպությունների կողմից այս թեմայի հետ կապված ամրագրումները, որտեղ սա այն հերթական օրերից է, որ նմանատիպ ակցիաներ իրականացվում են։ Բարեբախտաբար պետք է նշեմ, որ միայն խորհրդանշական օրերը չէ, որի ժամանակ հիշում են մարդկանց կամ այդ մարդկանց գոյությունը, տարբեր ուժեր, տարբեր գործիչներ, տարբեր ֆորմատներով անընդհատ հիշեցնում են ոչ միայն Հայաստանում մեր հանրությանը, այլ նաև միջազգային կառույցներին, ոչ միայն այն մասին, որ մեր երկրում կան այդպիսի կարգավիճակ ունեցող մարդիկ, կամ ոչ միայն այն, որ Բաքվի բանդերում հայեր կան, այլ նաև հիշեցնում են միջազգային տարբեր կառույցներին իրենց լիազորությունները, իրենց գործառույթները եւ իրենց առաքելության մասին, որոնք հռչակվում են, սակայն ընտրովի են կիրառվում։ Ինչու են ընտրովի կիրառվում։ Գիտեք, տարբեր կառույցների դեպքում տարբեր են, հիմնականը, որը դիտարկելի է այսօր, դրանք աշխարհաքաղաքական շահերն են եւ կա կոնկրետ քաղաքականություն, որը դիտվել է 2018 թվականը լրիվ այլ ձևով, 2018-ի այդ իրադարձությունից հետո լրիվ այլ դրսևորումներ է ստացել եւ միևնույն իրավիճակի, միևնույն իրադարձությունների հետ կապված Եվրոպական միության եւ տարբեր միջազգային կառույցների մոտեցումները եղել են եւ ուշադրությունը եղել են տարբեր։ Այն ինչ որ այս տարիների ընթացքում, այս 7-8 տարիների ընթացքում արձանագրվել է Հայաստանում, սրանք աննախադեպ են եւ վերջին երրորդ հանրապետության 3 տասնամյակի ընթացքում պարզապես չարձանագրված։ Կան օրինակներ, որոնք որևէ պայմաններում ամենածանր իրավիճակներում, նույնիսկ 90-ականներին, երբ որ նոր էր երրորդ հանրապետությունը ձևավորում, նույնիսկ այդ ժամանակ իրենց արձանագրումը չեն ստացել եւ մեծ թվով կառույցներ, որոնք միջև այդ շատ չնչին կամ նույնիսկ իրավական որևէ կոնտեքստ չունեցող թեմաների շուրջ մշտական հայտարարություններ են արել 2018-ից հետո կամ ուշադրությունը կտրուկ նվազել է կամ դրանց նկատմամբ ուշադրությունը առհասարակ չի եղել։ Պարոն Աբրահամյան, եւ քաղբանտարկյալների առնչությամբ իշխանությունների կողմից հնչող մեկնաբանությունների մասին պնդում են, որ չկան Հայաստանում քաղբանտարկյալներ, պնդում են, որ պայքարում են հիբրիդային գործակալների դեմ, դրանց համար նույնիսկ նախատեսված են տարբեր դրամաշնորհներ, ինչ է ստացվում, ցանկացած ոք, ով դեմ է իշխանություններին, արդեն ավտոմատ կերպով համարվելու է հիբրիդային գործակալ։ Եկ մի բան է, թե ինչ է ասում իշխանությունը, մեկ այլ բան, թե ինչ է տեսնում հասարակությունը, բռնություններ, պալանավորումներ, բանտերում մարդկանց մեծաթիվ ներկայություն եւ իշխանության կողմից ներկայացվող կեղծ մեղադրանքներ, որոնք նույնիսկ թեմայի կամ մասնագիտական մեծ հնարավորություններ ունեցող մարդկանց համար էլ ակնհայտ է, որ դրանք ակնհայտորեն կեղծված են։ Ովքեր խոսում են բաներ, որոնք տարբերվում են իշխանության մոտեցումներից, դիրքորոշումներից, միանգամից հռչակվում են հանցագործներ, դրանց տարբեր պիտակներ են կպցնում, իրավապահ համակարգը աշխատում է այդ ուղղությամբ եւ այլն, եւ այս իրավիճակում կրկնում եմ, հանրության համար է արդեն ակնհայտ դարձել, թե ինչ է իրականում տեղի ունենում, ում հետևից է գնում իշխանությունը, որովհետեւ իրական հանցագործները վխտում են փողոցներում, մեր պետության դեմ հանցագործություն իրականացած իշխանությունը
նստած է իր աթոռներին եւ այս պարագայով սա մի բան է, որը շատ ավելի ակնհայտ է դարձել մեր հասարակության շատ մեծ շերտերում։ Պարոն Աբրահամյան, եւ քանի որ այսօր մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, մենք ինչով կարող ենք վերջին 1 տարում հպարտանալ մարդու իրավունքների պաշտպանության առումով։ Գիտեք, իմ համար այս իրավիճակում կարևորում են բոլոր այն մարդիկ, այն կազմակերպությունները, այն ուժերը, որոնք չեն հանձնվում, ովքեր շարունակում են աշխատել զեկույցներից մինչև հրապարակային խոսք, որտեղ մեր օրերում, երբ որ ազատ խոսքը դարձել ըստ էության այս իշխանությունների համար պատժելի, յուրաքանչյուրի ըմբոստության արտահայտումը եւ իշխանության այս մերժողական քաղաքականության դեմ պայքարելը յուրաքանչյուրի պարագայում է դարձնում է մեր իրականության համար բավականին դրական։ Այսօր արեք նաեւ չմոռանանք, որ նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության օրն է, սա հանրաքվեի օրն է առաջին հերթին, որը հետագայում նաեւ Սահմանադրությունը ընդունվեց եւ սա մի թեմա է, որը իշխանությունը հետևականորեն փորձում է փակել, սակայն դա որևէ ձևով նրան չի հաջողում, որովհետեւ միջազգային իրավունքը այն ինչ որ սահմանվել է, այն ինչ սահմանվել է ինքնորոշման իրավունքի սկզբունքի ձևով, դրանք 3 տասնամյակ եղել են իրականություն եւ թեև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտոնապես չի ճանաչվել, սակայն եւ բանակցային գործընթացը, որի փաստաթղթերի մի մասը իդեպ վերջերս հրապարակվեց, եւ նաեւ process-ի ողջ ընթացքը ցույց են տվել, որ Հայաստանը, Արցախը եւ Մինսկի խմբի համանախագահ հիմնական երկրները, որոնք նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ 3 երկրներից էին, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ Ֆրանսիան, ունեցել են մոտեցում, որի հիմքում ըստ էության Արցախում ազատ կամարտայության իրականացման միջոցով պարտադիր իրավաբանական ուժ ունեցող հանրաքվեի գաղափարներ եւ բոլոր այն կառույցները, որոնք ենթադրում են, բոլոր այդ քայլերը, որոնք ենթադրում են այդ process-ի հիմքում հանրայնացված են եւ այլևս որևէ իշխանություն, առաջին հերթին այս իշխանությունը որևէ ձևի շահարկելու հնարավորություն այլևս չունի։ Պարոն Աբրահամյան, բայց մի ճշգրտում էլի իշխանությունները ասում եք փակում են, փորձում են փակել Արցախի էջը, օբյեկտիվ առումով այս պահին այն գործընթացները, որոնք վարում է Հայաստանի Հանրապետությունը, մեզ այլընտրանքի հնարավորություն թողնում է տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության դիրքերը զգալիորեն թուլացած են, հատկապես 44-օրյա պատերազմից հետո։ Այս պահին Արցախի մասին խոսել, արցախցիների վերադարձի մասին խոսել, որքանով է իրատեսական։ Իրատեսության եւ քայլերի մասին այսօր շատ երկար խոսվեց Արցախի ներկայացումը, որտեղ Արցախի խորհրդանում այսօր լսումներ էր կազմակերպված Արցախի վերադարձի եւ դրա ճանապարհների հետ կապված, ընդ որում 1 տարի առաջ Արցախի նախագահի հրամանագրով ռազմավարություն է գրվել, որտեղ գրված են ոչ միայն առաջնահերթ ուղղությունները, այլ նաեւ աշխատանքի այն խմբերը ըստ ուղղությունների, որտեղ պետք է աշխատանք տարվի։ Գիտեք, ժամանակին, երբ որ արցախցիները կամք արտահայտեցին ինքնորոշման իրավունքի իրացման ճանապարհով գնալու անկախության, դա բխում էր ոչ միայն սովետական միության սահմանությունից, այլ նաև միջազգային իրավունքից։ Այսինքն դա եղել է այդ մարդկանց կամքը, ովքեր դարերով, հազարամյակներում ապրել են Արցախում, եւ դրա հիման վրա էլ հետագայում նաև եղել է Հայաստանի բավականին մեծ աջակցությունն ու սատարումը եւ Հայաստանը երկար տարին եղել է Արցախի անվտանգության երաշխավորը։ Այն որ հիմա հայաստանյան այս իշխանությունները այս process-ի հետ կապված ունեն այսպիսի դիրքորոշում եւ ըստ էության համարում են փակված, դա ինքնին բարդացնում է խնդիրը, սակայն հաշվառելով հանգամանքը, որ սա ուղիղ վերաբերում է արցախցիների իրավունքների իրացմանը կամ այս դեպքում վերականգնմանը, բնականաբար կա նաև ճանապարհ, կա նաև ճակատ այստեղ աշխատելու միջազգային տարբեր հայցաներից մինչև Արցախի ոգևոր մշակութային ժառանգության պաշտպանության այդ հարցեր եւ բնականաբար եղած հնարավորությունները, որքան դրանք կլինեն, պետք է դրանցից օգտվել եւ այդ ուղղությամբ աշխատանք տանել։ Պարոն Աբրահամյան, միջազգային իրավունքից խոսեցիք, այսօր նաև անհայտ կորած անձանց թեմայով էր ասուլիս կազմակերպել եւ այնտեղ իրավապահները ահազանգում էին, մասնավորապես հարցին պատասխանելով, թե միջազգային դերակատարները ինչ կարող են անել այն պարագայում, երբ որ պետությունը օրինակ չի առաջարկում քայլեր ձեռնարկել եւ ձեռնունայն է մնում, նշեցին, որ ըստ էության
եթե չկա պահանջ պետության կողմից, միջազգային հանրությունը քայլեր չի ձեռնարկելու եւ առաջարկ չի ներկայացնելու։ Այս կոնտեքստում, եթե մեր իշխանություններն էլ 2026-ին վերընտրվելու բարձր շանս են տեսնում Արցախի հարցի հետ վերադարձի միջազգային իրավունքի տեսանկյունից, երբ իրենք ամեն դեպքում լուրեն եւ ինչպես նշեցի, պահանջարկ չկա, որպեսզի իրենք առաջարկ անեն, ինչպես է այդ ամեն ինչը պատկերացնում։ Եվ ձեր քայլերը որպես ընդդիմություն եւ մարդու իրավունքների իրավունքների վերականգնման մասով իհարկե կա մի քանի հարթություն։ Մի հարթությունը եւ դրանից կարևորը դա պետության պահվածքն ու գործողություններն են, որոնք միջազգային կառույցներում իրականացում են, այն բոլոր կառույցների հետ, որոնք զբաղվում են նմանատիպ գործառույթներով։ Այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունը այսպիսի այսօրվա դիրքում է, դա բնականաբար դժվարացնում է խնդիրները եւ այդ խնդիրների ոչ միայն բարձրաձայնում, այլ դրանց մեծ թափ հաղորդել է։ Մյուս կողմից հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա վերաբերում է առանձին իրավունքի տեսանկյունից թեմաների, որոնց հետ կապված մարդիկ եւս անհատական սկզբունքով նաեւ տարբեր հասարակական կազմակերպությունների իրավապաշտպաններ են աշխատում, նաեւ աշխատանքը գնում է այդ ուղղությամբ։ Համաձայն եմ այն հանգամանքին, որ լրիվ այլ է իրավիճակը, երբ որ պետությունը մտնում այդ process-ի իրացմանը եւ դնում է իր ռեսուրսները, լրիվ այլ բան է, երբ որ դա լինում է անհատական կամ հասարակական կազմակերպությունների կամ նույնիսկ ընդդիմադիր ուժերի մակարդակով։ Սակայն խնդիրը նվազագույնը ակտուալության մեջ պահելու, նվազագույնը օրակարգ պահելու համար կան միջոցառումների շարք, որոնք մեր երկրում իրականացում են, դրանք եւ վերաբերում են Հայաստանում խաղբանտարկյալների արկայությանը եւ իշխանությունների կողմից բռնությունների ճնշումների կիրառմանը եւ երկրորդ հարթությունում դրանք վերաբերում են Բաքվի բանտում գտնվող հայերին եւ նաեւ այն հայերին, որոնց հետ կապված Ադրբեջանը հաստատում չունի, բայց ինչպես արդեն նշեցի, տարբեր փաստական տվյալներ կան ձեռք բերված 8 տասնյակ հայերի այնտեղ գտնվելու մասին։ Շնորհակալություն։